Դավիթ Համբարձումյանը մարդ է, հայ է, ով ամեն բան իրականում իրոք, մի կողմ թողած, ծաղկացրել, շենացրել եւ ցույց է տվել բոլորիս, ինչպիսին պետք է լինի ղեկավարը։ Որովհետև այն հանդիպումների ընթացքում, որ առիթ եմ ունեցել նաև պարոն Համբարձումյանի հետ օրինակ շրջել Մասիս քաղաքում, ես ինքս եմ ականատես եղել, ինչպես են մարդիկ մոտենում, ողջունում եւ ինչպես է ինքը իր յուրաքանչյուր բնակչին ճանաչում, որտեղ մի օր միջադեպ եղավ, մի տղամարդ մոտեցավ բարևեց եւ պարոն Համբարձումյանը ժպտալով ասաց, որ դու մեր համայնքից չես։ Այսինքն ինքը շատ լավ գիտեր ովքեր են իր համայնքի բնակիչները, ովքեր ոչ։ Եվ եկեք ընդունենք, որ Մասի համայնքը այդքան էլ փոքր համայնք չէ։ Եվ ճանաչել բոլորին բնակիչներին դա ուղղակի երևի թե անհնար է, բայց այդպես մարդը իր ղեկավարած համայնքի ամեն ցավով դարտով ապրող մարդ ուղղակի, որը բնական է պիտի անհանգստացներ, որովհետև կա ղեկավարի եւ ժողովրդի միջև փոխադարձ հարգանք, փոխադարձ իրականում այո ինչու՞ չէ նաև սեր, վստահություն, հասկացվածություն, դրանք երևի կարևոր պայմաններն են, որպեսզի համայնքը, տարածքը, որտեղ այդ համայնքը ապրում է, ծաղկի, շենանա, բարգավաճի ու առաջ գնա, ինչու եւ մենք տեսնում ենք յուրաքանչյուր անգամ Մասիս քաղաք գնալիս ես ինքս ինձ համար արձանագրել եմ առաջընթաց, անընդհատ զարգացվածության մակարդակի, մարդկանց կենսակերպի, մարդկանց նույնիսկ տրամադրության ու ապրելակերպի։ Այսինքն մենք լրիվ Մասիսում այլ իրականություն էինք տեսնում, քան օրինակ կարող ենք տեսնել Երևան քաղաքում։